40 օր ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Այս ֆիլմը միայն այս ֆիլմի համար եմ ասում, երեխաներ, չտարածեք ինքներդ, դրա համար ես ձեզ դատի կտամ։ Ինչի համար եմ դա ասում, որովհետեւ հետագայում ձեր ծնողները չսկսեն ինձ հայհոյել, որ ձեզ վտանգի տակ եմ դրել։ Այս ֆիլմը շատ կարևոր է եւ այսօր Հայաստանում ինչ կատարվում է, այս ֆիլմը նաեւ շատ բան կասի դրա համար։ 40 օր հայ աստվածները, երբ որ երեխան ծնվում է, ասում են, որ 40 օր օտարներին չցուցադրել միայն տան անդամները։ Ինչի համար, որովհետև երեխայի մեջ կարող է մտնել վատ հոգի եւ այդ երեխան ձերը լինելով լավ մարդ, նա կարող է շատ անպետք երեխա մեծանա։ Դրա համար ցանկացած մարդ երեխային 40 օր ծնված երեխային պետք է չցուցադրի միայն 40 օրից հետո, երբ որ նրա ուղեղը արդեն փակվում, կազմավորվում է։ Երկրորդը, մարդիկ մահանալուց հետո նրանց հոգին հեռանում է, բայց թափառում է երկիր մոլորակում մինչև 40 օր, որից հետո հեռանում է։ Այն մարդիկ, որոնք շատ խելացի են եւ ունեն նաեւ մեծ հիշողություն, այսինքն այլտեղ են գնում, տեսնում են, որ այդ վայրում իբր նրանք արդեն եղել են, բայց չեն եղել իրականում, նրանց մեջ մտնում է հին հոգի, որը գալիս է արդեն տիեզերքից, մահացած մարդկանց հոգիները։ Իսկ մնացածը 40 օր հետո հեռանում է եւ հնարավոր է նաեւ մտնի վատ մարդու հոգի։ Դրա համար հայ աստվածները վատերին միշտ վերացրել են նրանք 1 մետր 20 սանտիմետր բարձրությամբ թունելում, այդ մարդկանց գցել են այնտեղ եւ կենդանիներին ասել, որ նրանց ուտեն եւ խորը անդունդում, որովհետեւ նրանց հոգին այդտեղից դուրս չգա։ Միայն լավ հոգիները մտնեն նոր ծնվածների մեջ։ Եվ նաև հին հայկական աստվածային խոսքը գողին ու բոզինը 40 օր է։ Դրա համար դիտարկենք այս ամենը, որովհետեւ բոլորիդ հասկանալի լինի։ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգիզարթոն կուսակցության հիմնադիր Արտակ Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի միջև ուղիղ հրապարակային կապի կամ ազգակցական հարաբերությունների վերաբերյալ հավաստի տեղեկություններ առկա չկան։ Արտակ Սարգսյանը հայտնի է որպես Արթուր Brothers եղբայրներից մեկը, ով Քենիայից է ժամանել։ Այսինքն, երբ որ մտածում եք, որ Սերժ Սարգսյանի հետ որևէ կապ ունի, իրականում ոչ մի կապ էլ չունի։ Ահա հիմնական տեղեկությունները։ Կուսակցություն Արտակ Սարգսյանը հիմնել է Քոչարի կուսակցությունը, որը հանդես է գալիս ընդդիմադիր դաշտում։ Գործունեություն 2024 թվականի հունիսին նա եւ իր եղբայրը Արթուրը սատարել են Սրբազան շարժմանը եւ բեմահարտակից ներկայացվել որպես հայորդիներ Քենիայից։ Ձերբակալություն 24 թվականի հունիսին նրանք ձերբակալվել են ԱԾ-ի կողմից ապօրինի զենք պահելու կասկածանքով, սակայն 72 ժամ անց ազատ են արձակվել։ Այժմ իրականում ով է այս անձնավորությունը Արտակ Սարգսյանը եւ ինչ կապ ունի այս ամենի հետ։ Ինչ եմ այսօր խոսում դրա մասին։ Ինչ շատ է հարց տվել եւ ես մի քանի օր առաջ ֆիլմ տեղադրեցի, որ հայի դիմագծերով լավ անձնավորություն է երևում եւ սկսեցին նաեւ մտածեք ճիշտը գրեք։ Քանի որ ես շեշտել եմ, որ ես անձերին չեմ ցանկանում ներկայացնել, բայց քանի որ ներկայացրել եմ արդեն,
Դրա համար պարտավոր եմ նաև իրականությունը ասել։ Բացի իրականությունը ասելուց, նաև բոլորին, ում մասին խոսել եմ, բոլորիդ մասին էլ 1-2 օրից կարող եմ ամեն ինչ իմանալ։ Դրա համար, եթե իրական ընդդիմություն չեք, քարը փեշերիցդ դատարկեք և հանձնվեք ազգին, ասելով, որ ինչ-որ գործի դիմաց, որպեսզի ձեզ չկալանեն, գնացել եք նման քայլի, բայց խաղալ ազգի հետ անթույլատրելի է։ Ես ինքս թույլ չեմ տա և բոլորիդ կմերկացնեմ։ Այժմ լսենք Նոյան տապանում Արտակ Սարգսյանի արած մի քանի հայտարարություն։ Ամբողջ պրոբլեմը կա նմանանում, որ մեր իշխանությունները, մեր շահերը չեն էլ արտահայտում։ Երբ որ մենք Կենիայում ընտրությունները հաղթել ենք, մեր դիմաց կանգնած էր մի ուժ, որը որ անգլիական ամբողջ Կենիան համարվում է այդ Commonwealth-ի երկիր, հա, եւ հասել էր նրան, որ մեր հաղթանակից հետո, իսկ մենք 80%-ով հաղթել ենք, Պրինց Չարլզը, երբ որ գալիս էր երկիր, նա նախագահին չէր տեսնում, կղզիներ ունեին 600 կիլոմետր մայրաքաղաքից Մալինդի, արհամարում էր, մենք նրա անվտանգությունը ապահովում ենք, նա ուղղակի արհամարում էր, գնում էր այդ կղզիները ու նույն ձև ետ էր գնում։ Մենք քայլեր արեցինք, որ մեր շահերի հետ սկսեն հաշվի նստել, այո, հիմա չբարձրաձայնեմ ինչ քայլեր էր, դրանից հետո ինձ Պրինց Չարլզը անձամբ եկավ, նստեցինք սեղան, ես ներկա եմ եղել այդ խոսակցությանը եւ բանակցությունները անենց էր ընթանում, որ էլի դուք ձեր շահերը պաշտպանում եք, բայց Կենիայի ազգային շահը պետք է լինի առաջին տեղը։ Այսինքն գերպետությունների հետ բանակցելը Հայաստանը ունի, թե աշխարհագրական դիրքը ունի, թե ներքին պոտենցիալը ունի, այսինքն մտավորականության եւ մենք կարող ենք բանակցել ազգային շահերը ներկայացնել։ Այն դեպքում, եթե մեր ազգային շահերը մեր ամենամեծ խնդիրներից մեկը Կենիայում, որ Արթուր եղբայրները Կենիայի արտաքին պարտքի 30%-ը վճարեց։ Երբ որ մենք ընտրությունները հաղթեցինք, մենք եղբայրներով Կենիայի արտաքին պարտքը մեր բիզնեսից վճարեցինք։ Մեզ կանչեցին եւ ասացին երիտասարդներ, այս վարկը տրված ազգը ստրկացնելու համար։ Մենք շարունակեցինք եւ հայտնվեցինք սկանդալներում։ Այսինքն հիմա այս մարդը ազգին ստրկացնում է, այդ իբր երկրի ներսում թալան չի անում, երկրի ներսի թալանը թողել է մի այլ խմբավորման։ Այս երկու մասերը նույնպես դիտեցիք եւ այստեղ ասեմ։ Պրինց Չարլզը եւ այսօրվա թագավորը նա այդքան էլ հիմար չէր, որ գար նման տիպի անձնավորության հետ եւ որը նաեւ ներկա եղել խոսակցության մասնակցեր։ Հիմա այս ամբողջ փուչիկը պայթեցնենք, թե ինչ է եղել իրականում եւ ով է այս անձնավորությունը։ Ասնենք առաջ։ Ըստ հրապարակումների նա ավելի շատ կապվում է սրբազան շարժման եւ Կենիայի հայ համայնքի հետ, քան Սերժ Սարգսյանի թիմի։ Այո, Արտակ Սարգսյան հայտնի է նաեւ որպես Սարգսյան, անմիջականորեն կապված է այսպես կոչված Արթուր եղբայրներ սկանդալի հետ։ Արթուր Մարգարյան եւ Արթուր Սարգսյան, որը Կենիայում բացահայտվեց 2005 թվականի վերջին։ Ահա նրանց կապի եւ Ռուսաստանի հետ հանցագործության եւ Ռուսաստանի հետ կապվածության վերաբերյալ հիմնական փաստերը։ Ծագում եւ ինքնություն։ Եղբայրները նույնականացվել են որպես Հայաստանի քաղաքացիներ, բայց ունեցել են փաստաթղթեր, ներառյալ գողացված քրեական անձնագրեր, որոնցում նշված է, որ նրանք ծնվել են Խորհրդային Միությունում։ Լրատվամիջոցները եւ դիվանագիտական հաղորդագրությունները հաճախ նրանց նկարագրում են որպես ռուս վարձկաններ կամ անհատներ, որոնք
անհասկանալի կապեր ունեին ռուսական հանցավոր կառույցների հետ, կապը թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ։ Նրանց ներկայությունը Քենիայում համընկավ 2004 թվականին կոկայինի ռեկորդային խմբաքանակի առգրավման հետ։ ԱՄՆ դիվանագիտական հեռագրերը հրապարակվել են Wikileaks-ում, ենթադրում են, որ եղբայրները կապված են միջազգային թմրամիջոցների սինդիկատի և տեղական Ակաշա հանցավոր ընտանիքի հետ։ Այսպես կոչված Արտուր եղբայրներից մեկի Արտակ Սարգսյանի դեպքում կրթության հարցը բարդանում է նրանով, որ այս անձը իր գործունեությունը հիմնում է կեղծ ինքնությունների և խաբեությունների վրա։ Ահա թե ինչ է հայտնի այս անձի կրթության և հայտարարությունների մասին։ Հավաստի ակադեմիական տվյալների բացակայություն, քրեական սկանդալի մասնակից Արտակ Սարգսյանը չունի պաշտոնապես ճանաչված բարձրագույն կրթության աստիճան և հայկական կամ ռուսական համալսարաններից։ Այստեղ շեշտեմ, որ ինքը հենց այս Նոյան Տապանում, որը կտրել են արդեն այդ մասը, այդտեղ շեշտում է, որ ինքը սովորել է, չեմ հիշում, ինչ պրոֆեսոր, մեխանիկայի բաժինը Երևանում, ինչ որ ես եմ սովորել։ Եթե հիմա դուք փորձեք նրան հարցնել մեխանիկայի բաժնում ինչ առարկաներ ես սովորել, կամ ձեր կուրսից մի 10 հոգու անուն ասա, կամ պրոֆեսորների անունը, կամ դասացուցակը ինչ առարկաներ է սովորել, կտեսնեք, որ սա խաբեություն է, ամբողջը փուչիկ է։ Խաբեություններ և ստեր։ 2006 թվականին Քենիայում գտնվելու ընթացքում եղբայրները Արթուր Մարգարյան և Արտակ Սարգսյան եղբայրներ չեն, ներկայացվել են որպես միլիարդատեր գործարարներ և նույնիսկ հայկական թագավորական ընտանիքի անդամները, որը դարեր շարունակ գոյություն չի ունեցել, ինչը նպաստել է նրանց ենթադրյալ կարգավիճակի ամրապնդմանը որպես էլիտար ներդրողներ։ Այժմ այստեղ, որ հայկական թագավորական ընտանիքի անդամներ են, երկուսն էլ այս նկարում։ Եվ այս նկարում, և այս նկարում, և այս նկարում, և Քենիայում նրանց վրա բարձրացրած գործը և այս Բագրատ սրբապիղծի կողքին կանգնած։ Ինչը սրանց նպատակը և ամբողջությամբ կներկայացնեմ, և այս անձնավորությունը Արտակ Սարգսյանը Նոյի Տապանում հայտարարեց նաև, որ ինքը այժմյան թագավորական ընտանիքի փեսան է հանդիսանում, երբ որ նստում են անոր հետ խոսելու, ափսոսում են այն ժամանակները ավելի լավ էր իբր նրանց համար, երբ որ իրենք ընդդիմություն էին։ Այդ մասին նույնպես կցուցադրեմ, կիմանաք ամեն ինչ, որ ոչ մի կապ չունի այդ ամենի հետ։ Եվ երկրորդը ըստ իր ասելու, որ մենք պետք է Հայաստանը ազատագրենք, և այստեղ եմ ցույց տալիս, նաև այս Հայաստանն է, և այստեղ Ադրբեջան կոչվածը, և մենք պետք է նաև այնպես անենք, որ Կիրովաբադը վերցնենք և այդպես ճանապարհ ունենանք դեպի Ռուսաստան։ Այսինքն ռուսական մաֆիան, նարկոմաֆիան բերել է այս անձնավորությանը, որպեսզի Հայաստանով նարկոտրաֆինգը անցնի Կիրովաբադով, և Կիրովաբադն էլ Ռուսաստանի հետ կապվի, լինի մի միասնություն, քարտեզ այստեղ չեմ ցուցադրում, բոլորիդ էլ հասկանալ է, թե ինչպես է դա անելու, էդ էլ պարզ չէ։ Իսկ Նոյան Տապանից անհետացավ այդ ֆիլմի մասը, միայն մնացել է 17 րոպե այդ Նոյան Տապանը միշտ 30 րոպե բոլորի
Ինտերպոլի փաստաթղթերը և Քենիայի քննչական հանձնաժողովի եզրակացությունները ցույց են տալիս, որ բարձրագույն կրթություն ստանալու փոխարեն եղբայրները հետախուզվում են Հայաստանում զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Կեղծ անձնագրեր Սարգսյանն օգտագործել է բազմաթիվ անձը հաստատող փաստաթղթեր։ Նրանց մոտ եղած կեղծ քրեական անձնագրերը պարունակում էին տեղեկություններ, որոնք չէին արտացոլում նրանց իրական կյանքը կամ կրթական պատմությունը։ Ամփոփելով Արտուր եղբայրների և Արտակ Սարգսյանը չունի փաստավորված բարձրագույն կրթություն, ներառյալ պոլիտեխնիկական համալսարանը։ Նրա որպես կրթված ներդրողի կերպարը սոցիալական ինժեներիայի գործունեության մաս էր կազմում, որը կարճ ժամանակով թույլ տրվեց նրան ներթափանցել Քենիայի իշխանության ամենաբարձր մակարդակներ։ Արտուր եղբայրների գործը Արթուր Մարգարյան և Արտակ Սարգսյան Քենիայի պատմության ամենասյուրպրիզային սկանդալներից մեկն էր, որը բացահայտում էր պետական կառույցներում խորը կոռուպցիան և մինչ օրս էլ հակասություններ են առաջանում։ Քաղաքական հետևանքները Քենիայում եղբայրների մասը 2005-2006 թվականների հանգեցրեց նախագահ Մվայ Քիբակիի կառավարության նկատմամբ վստահության ճգնաժամի, կառավարության կորուստ, եղբայրներին շնորհվեց փոխոստիկանապետի կարգավիճակ, Քենիայի անձնագրեր և VIP օդանավակայանի անցագրեր, ինչը թույլ տվեց նրանց շրջանցել մաքսային ստուգումները։ Հարձակում ազատ լրատվամիջոցների վրա 2006 թվականի մարտին եղբայրները զինված հարձակում իրականացրեցին Այսինչ մեդիայի գրուպի գրասենյակի վրա, ոչնչացնելով սարքավորումները և այրելով թղթերը իշխող վերնախավի հետ իրենց կապերի մասին հրապարակումները կանխելու համար։ Այսինքն, այն, ինչ իրենք ներկայացնում են, ընդհակառակն է։ Գիրուկիի հանձնաժողով ստեղծվեց հատուկ և այս փաստաթղթերը, այս ամեն ինչը, եթե մտնեք Քենիայի, ես հետագայում կցուցադրեմ, որ սայթերը, այնտեղ ամեն ինչ էլ կա, նույնիսկ նրանց բողոքը, որ իրենք անմեղ են եւ այլն եւ այլն։ Ստեղծվեց հատուկ հետաքննչական հանձնաժողով Շադրակ Գիրուկիի նախագահությամբ։ Դրա զեկույցը բացահայտեց բազմաթիվ հանցագործություններ, ներառյալ զենքի պահպանումը, ներգաղթը և մաքսային խարդախությունները, բայց այն երբեք լիովին չհրապարակվեց, ինչը դիտվեց որպես բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտպանելու փորձ։ Կապեր նախագահի ընտանիքի հետ, լրատվամիջոցները և ընդդիմությունը, ներառյալ Ռայլա Օդինգան, մեղադրեցին եղբայրներին Մերի Վամբուրի, որը նկարագրվում է որպես նախագահի երկրորդ կին, և նրա դստեր Վիննի Վանգուի հետ սերտ հարաբերություններ ունենալու մեջ։ Այս ամբողջը 2004-2006 թվականների մասին է, ինչը ենթադրաբար պետք է երաշխավորեր նրանց անձեռնմխելիությունը։ Հետագա ճակատագիր և վերադարձներ 2006 թվականի հունիսին Դուբայ նրանց տպավորիչ արտաքսումից հետո եղբայրների պատմությունն այսքանով չավարտվեց։ Նրանք նախ գնացել են Դուբայ, ռուսական այդ ամբողջ մաֆիոզ անձնակազմի կողմից մշակվել, գումարները տրվել են նրանց, և նրանք գնացել են Քենիա իրենց խաղերը խաղալու, և միևնույն ժամանակ տեսակ ում հետ նախագահի երկրորդ կնոջ դստեր հետ կապերը։ Փախուստ արդարադատությունից։ Չնայած Գիրուկիի հանձնաժողովը
խորհուրդ տվեց նրանց հետապնդել, եղբայրները երբեք դատի չտրվեցին Քենիայում։ Դուբայից նրանք նամակներ ուղարկեցին և գանգատվեցին լրատվամիջոցներին պնդելով, որ անմեղ ներդրողներ են և առաջարկում էին բացատրել ճշմարտությունը քաղաքական գործիչների մասին անվտանգության երաշխիքների դիմաց։ Ենթադրյալ վերադարձ 2007 թվականին Ռայլա Օդինգան խորհրդարանում հայտարարեց, որ եղբայրները 2007 թվականին գաղտնի վերադարձել են Քենիա Ուգանդայի միջոցով և հյուրընկալվել Նակուրուի և Մոմբասայի պետական նստավայրերում, պնդում, որ կառավարությունը կտրականապես հերքեց բողոք Աֆրիկյան հանձնաժողովի միջև 2011 թվականին եղբայրները բողոք են ներկայացրել Քենիայի դեմ մարդու և ժողովուրդների իրավունքների Աֆրիկյան հանձնաժողովին, պահանջելով փոխվստահություն իրենց անօրինական աքսորման և իրենց ունեցվածքի, ներառյալ 13 շքեղ մեքենաներ, C կարգի մերսեդեսներ բռնագրավման համար։ Գործը վերջնականապես կարճվել է 2014 թվականին եղբայրների կողմից իրավական գործողությունների բացակայության պատճառով։ Եղբայրներն այժմ անհետացել են հանրության աչքից, չնայած նրանց անունները դեռևս հայտնվում են Քենիայի բանավեճերում որպես խնդրահարույց անցյալ ունեցող օտարերկրյա գործարարների անպատժելիության հոմանիշը։ Այժմ, որպեսզի ես այս ամբողջը չկարդամ, այսպես դուք մի քանի վայրկյան կանգնեցրեք, կարդացեք այսքանը, թեպետ այստեղ կան նաև կրկնություններ, բայց կարդացեք ամբողջը, որպեսզի ձեզ լավ հասկանալի լինի։ Եվ այս մասը եթե կարդացած լինեք, 1.1 տոննա կոկային տեղափոխող 11 C կլասի և սպորտային մեքենաներ ունեցող 2000-ական թվականներին մեկնած Քենիա, շքեղ առանձնատներում, որից մեկը եղել է նաև Բերթա այդ քաղաքում ապրելով, ինչ եք մտածում, այս անձնավորությունները, երբ որ ասում է Հայաստանում պոլիտեխնիկ եմ ավարտել, որտեղից պետք է ունենային այդքան կարողությունը, եթե չլինեին ռուսական պետական նարկոմաֆիայի կողմից ուղղված, ղեկավարված անձնավորություն, և այստեղ ինձ 3 բան հուշեց, որ ես փորձեցի այս անձով հետաքրքրվել, բացի նա, որ շատ հարցեր էին տալիս, թե իրոք լավ անձնավորություն է, թե վատ անձնավորություն է, 3 բան, առաջինը, որ Կիրովաբադով պետք է անցներ ինքը Ռուսաստան և Ռուսաստանի հետ անպայման մենք պետք է կապ ունենանք, ուրիշ ոչ մի բանի մասին չէր խոսում, երկրորդը, որ ավարտել էր պոլիտեխնիկ, և երրորդը, որ այժմ է հանդիսանում Քենիայի փոխոստիկանապետը և 5 տարի է իր ասելով նա գտնվում է Հայաստանում, այս ամենը խոսում է նաև այն բանի մասին, նաև մեր ԱԱԾ-ի, որ նրանց էլ է ուղարկվել տարբեր փաստաթղթեր իրենց ձերբակալելու և միևնույն ժամանակ բանակից խուսափածների համար, այսօր Հայաստանում լռությունը իբր նրանց մոտ զենք են գտել 72 ժամ, որը նույնպես հերքվել է, այսինքն Սերժիկ Նարիմանովը, Նիկոլ այդ խեղկատակությունը և մնացածը վախենում են ռուսական կառավարական մաֆիայից, որպեսզի նրանց անդամին ձեռք տան
Եվ միգուցե հնարավոր է այս անձնավորությանը փոխարինեն եւ Հայաստանը դարձնեն Քենիա, ոստիկանները միայն ավտոմատներով ժողովուրդը փողոցում ոստիկան տեսնելուց փախչեն մտնեն տները եւ նարկոտրաֆինգի եւ ճանապարհ լինի եւ իրենք միլիարդներ դիզեն, իսկ մարդիկ լինեն աղքատ։ Խնդրեմ հաջորդ մասը նույնպես դիտեք։ Եվ այստեղ կարևոր մասերը ես նշել եմ, որպեսզի ես ինքս կարդամ։ Արթուր եղբայրները Արթուր Մարգարյան եւ Արտակ Սարգսյան, թե ինչ են եղբայրներ տարբեր անազգանուններով, իրական ոստիկաններ չէին, բայց 2006 թվականին նրանք կարողացան աննախադեպ կերպով ներթափանցել Քենիայի անվտանգության համակարգ։ Ահա Քենիայի ոստիկանությունում նրանց ծառայության մասին հիմնական փաստերը, կեղծ կոչումներ, եղբայրները պնդում էին, որ ոստիկանության փոխկոմիսարներ են։ Միևնույն ժամանակ նաև հայ շատ գեներալի կոչում ստացած Քորլևոնից նույն իրավիճակը նաև այնտեղ է։ Չնայած նրանք որևէ վերապատրաստում չէին ունեցել, նրանք հրապարակայնորեն օգտագործել են այդ կոչումները եւ իշխանություն են ունեցել ցածրաստիճան սպաների նկատմամբ։ Նույնականացման քարտեր եւ սարքավորումներ, նրանց մոտ հայտնաբերվել են կեղծ ոստիկանական կոչումներ, օրինակ Ջոնեսի անունով եւ այլ անուններով տրված քենիական անձնագրեր։ Ռունդայի նրանց բնակարանում ոստիկանությունը նաև հայտնաբերել է ոստիկանական համազգեստ, զրահաբաշխոններ եւ ռադիոկապեր։ Վերևից աջակցություն նրանց կարգավիճակը պաշտպանված էր կառավարության ամենաբարձր մակարդակներում։ Նրանք օգտագործում էին կառավարական համարանիշներով ԺԿ մեքենաներ եւ ունեին հատուկ VIP անցագրեր, որոնք թույլ էին տալիս զենք բերել Ջոմո Քենյատա միջազգային օդանավակայանի սահմանափակ տարածքներ, կառավարական գործողություն Ստանդարտ գրուպի խմբագրության վրա զինված հարձակման ժամանակ այն ժամանակվա ներքին անվտանգության նախարար Ջոն Միչուկին եղբայրների գործողությունները որակեց որպես կառավարական գործողություն, ինչը եւս մեկ անգամ հաստատեց նրանց ենթադրյալ կարգավիճակը որպես սպաներ։ Հետևանքները իրական ոստիկանների համար սկանդալը հանգեցրեց քրեական հետաքննությունների վարչություն ցիտ պետ Ջուզեֆ Կամաուի եւ 5 այլ բարձրաստիճան ոստիկանների պաշտոնականությանը, որոնք ենթադրաբար օգնել էին եղբայրներին իրենց անօրինական գործողության մեջ։ Օդանավակայանում տեղի ունեցած տպավորիչ միջադեպից հետո, երբ նրանք զենք են գործադրել մաքսային աշխատակիցների վրա, եղբայրները արտաքսվեցին, ինչը փաստացի ավարտեց նրանց կարիերան Քենիայի ոստիկանության ուժերում։ Սա ամբողջը 2006 թվականի մասին է։ Ուիլյամ Ռուտոյի Քենիայի ներկայիս նախագահ եւ Արթուր եղբայրների միջև կապը հիմնականում ծագել է այն ժամանակվա կառավարության եւ ընդդիմության, որի անդամ էր Ռուտոն այդ ժամանակ, մինչև քաղաքական ներքին պայքարի եւ փոխադարձ մեղադրանքների համատեքստում, ահա շփման եւ հիմնական կետերը, կառավարության մեղադրանքներ 2006 թվականին, երբ
սկանդալը բռնկվեց, նախագահ Կիրակիի հետ կապված քաղաքական գործիչները փորձեցին ենթադրել, որ ընդդիմությունը ներառյալ Ուիլյամ Ռուտոն և Ռայա Օդինգան եղբայրներին բերել են երկիր կառավարությանը անկայունացնելու համար, սակայն որևէ հստակ ապացույց չներկայացվեց։ Ռուտոյի հակահարձակումը Ուիլյամ Ռուտոն այն ժամանակ ազդեցիկ պատգամավոր կտրուկ քննադատեց կառավարությանը օտարերկրյա հանցագործներին հյուրընկալելու համար։ Խորհրդանում նա պահանջեց լիարժեք բացատրություն այն մասին, թե ինչպես են եղբայրները ձեռք բերել VIP անցագրեր և զենք մեղադրելով նախագահական ճամբարին մաֆիայի հետ անմիջական համագործակցության մեջ։ Հետաքննչական հանձնաժողով Ռուտոն այն քաղաքական գործիչներից մեկն էր, որը պնդեց Կիրուկայի հանձնաժողովի ստեղծման վրա թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ նրանց կապերը հետաքննելու համար։ Գործարար կապ։ Հետագա տարիներին Ռուտոյի հակահարձակումը Ուիլյամ Ռուտոն այն ժամանակ ազդեցիկ պատգամավոր կտրուկ քննադատեց կառավարությանը։ Հետաքննության հանձնաժողով Ռուտոն այն քաղաքական գործիչներից մեկն էր, որը պնդեց Կիրուկայի հանձնաժողովի ստեղծման վրա թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ նրանց կապերը հետաքննելու համար։ Գործարար կապ։ Հետագա տարիներին Ռուտոյի քաղաքական հակառակորդները փորձեցին նրան կապել եղբայրների շրջապատի անձանց հետ, օրինակ Էլդորետի որոշ գործարարների, սակայն Վիկիլիքսի պաշտոնական հաղորդագրությունները և քենիական հետաքննությունները հիմնականում կենտրոնացան եղբայրների Մերի Վամբուի և պետական պալատ խմբակցության հետ կապերի վրա, այլ ոչ թե Ռուտոյի։ Հակիրճ ասած, Ուիլյամ Ռուտոն այդ դեպքում ավելի շատ քննադատ և կառավարության քննադատ էր, օգտագործելով սկանդալը մհայ Կիրակիի թիմը խաթարելու համար, քան Արթուր Մարգարյանի հետ համագործակցող։ Ռուտո ընտանիքի հետ կապ չկա։ Ռուտոն, որը հանդիսանում է 22 թվականից Քենիայի նախագահը, նա 67 թվականի ծնունդ է, կարծեմ 67, այժմ կստուգեմ կասեմ, 66 թվականի ծնունդ է, իսկ այդ Արտուրին նայելով, որը սովետական միության դեռ անձնագիր ուներ, մոտավորապես պետք է լինի ամենաքիչը 40 տարեկան։ Իսկ շարունակությունը լսենք, Արթուր եղբայրները կապված էին նախկին նախագահ Մվայ Կիբակիի ընտանեկան շրջանակի հետ, մասնավորապես Վինի Վանգուի, Մերի Վամբուի դստեր։ Այդ ժամանակ Ուիլյամ Ռուտոն ընդդիմադիր էր և այս քաղաքական ճամբարին Ուիլյամ Ռուտոյի դստրերը Նախագահ Ուիլյամ Ռուտոն ունի 3 դուստր՝ Ջունը, Ստեֆանին և Էբբին։ Ավագը Ջուն Ռուտոն ամուսնացել է Նիգերիայի պրոֆեսոր Ալեքսանդր Էզենագայի հետ 2021 թվականի մայիսին։ Հարսանիքը լիովին լուսաբանվել է լրատվություններում և որևէ կապ չի ունեցել հայ եղբայրների հետ։ Այսինքն դուք տեսաք էստեղ
հազարավոր ստեր այդ Արտուր Արտակ Սարգսյանի մասին, ինչը նա խոսել է լրիվ սուտ է, որ այժմյան նախագահ Ռուտոն իր աներն է, երբ որ նրա ամենաավագ դուստրը եթե 21 թվականին ամուսնացել է, իսկ երկուսը դեռ ամուսնացած չեն եւ նույնիսկ տալիս է այս տվյալները եւ այժմ կտամ սայթերը, որտեղ նաեւ մտնեք դիտեք, թեպետ Քենիայից մեզ արդեն մեր լավ բարեկամները ուղարկել էին ամեն ինչ ձեզ համար, որովհետեւ դուք ինքներդ կարողանաք ստուգել, համոզվել այս ամեն ինչ։ Այստեղ անգլերեն ներկայացված են երկու հանցագործները, որոնք 1.1 տոննա կոկաին են վաճառել Քենիայում, երկու գործարար եղբայրները եւ խնդրեմ մտեք այս սայթը, այնտեղ նույնպես կարող եք, որպեսզի ավելի մեծ նյութ հավաքեք, կարող եք նաեւ գրանցվել այնտեղ եւ ամբողջությամբ կիմանաք, որ 2006 թվականին վռնդվելուց հետո Քենիայի հետ ոչ մի կապ չունեն, գնացել են, նորից վերադարձել են արաբական երկիր, քանի որ նրանք գնացել են Դուբայից, Ռուսաստանից գնացել են Դուբայ կեղծանձնագրերով, Դուբայից գնացել էին Քենիա, դրա համար Քենիան նրանց պետք է Դուբայ արտաքսեր եւ Քենիան նրանց Դուբայ է արտաքսել։ Եվ եթե ունի 4 երեխա այդ անձնավորությունից, որը ինքը պնդում է, այսինքն ինքը դուրս է գալիս, որ Քենիայի այսօրվա նախագահի փեսան է, բայց նախագահի փեսան այլ անձնավորություն է եւ նախագահի ամենամեծ աղջիկը պսակվել է այդ թվականներին։ Իսկ ինչ կապ են ունեցել սրանք եւ ինչպես են այդ ամենը կատարել։ Երբ որ Անգլիան արդեն Քենիային ազատություն տվեց, ռուսական մաֆիան այնտեղ ներխուժել էր, քանի որ Արտակ Սարգսյանը ունի նաեւ ոչ ռուսական դիմագծեր, նրան այստեղ օգտագործեցին նրա համար, որպեսզի նա ներխուժի Քենիա եւ մեծ քանակությամբ այդ նարկոտիկը արտահանեն։ Եվ քանի որ նարկոտիկը բռնել էին այնտեղ 1.1 տոննա նարկոտիկ, իսկ դրա մի մասն էլ ոստիկանությունը փոխարինել էր շաքարավազով եւ ալյուրով, այդ մի մասը եկել էին նորից տանելու 2007 թվականին, քանի որ իրենց գլխին արդեն ռուսական մաֆիան 1.1 տոննան դա 180-200 միլիոն դոլարի ապրանք է։ Այնպես որ երբ որ ներկայանում է աղավնի, ինքը աղավնի չէ, ինքը բանդիտ է եւ մաֆիոս, միևնույն ժամանակ Հայաստանը դարձնելու է ինչպես Սերժներ նույն նարկոտրաֆինգի տեղ։ Միգուցե նարկոտրաֆինգով պետք է բերի երկիրը պահի, այդ էլ ձեր հայացողությանն եմ թողնում, մնացածը դուք ինչպես ուզում եք մտածել։ Այստեղ նաեւ Աֆրիկայի լրատվամիջոցներում, երբ որ նրանց արտաքսում են եւ այս ամբողջ սայթերը մտեք եւ կհամոզվեք այս ամեն ինչի մասին։ Իրենց մասին ամեն ինչ այստեղ շատ պարզ գրված է։ Եվ եթե մենք ուսումնասիրում ենք կոկաինի մաքսանենգության ուղիներ Քենիայում, արգրաված 1.1 տոննա կոկաինը, որի հետ կապված էին եղբայրները, նախատեսված էր Եվրոպա։ Այդ ժամանակ Նիդերլանդիայի եւ Գերմանիայի նախագահները հիմնականում ընդունակ կետերն էին, բայց Լեհաստանը քարտեզի վրա ավելի ու ավելի հաճախ էր հայտնվում որպես արևելյան շուկաներ, Ռուսաստան, Ուկրաինա ուղղված թրվանյութերի տարանցիկ երկիր։ Հայ-ռուսական կապ, որտեղ Դուբայում եւ Աֆրիկայում գործող հայ քաղաքացիներ, եղբայրներ հետևել են նախկին Խորհրդային Միության հանցավոր խմբավորումների մոդելին, որոնք նույնպես ակտիվ էին Լեհաստանում 90-ական 2000 թվականներին, ներառյալ զենքի
ապօրինի շրջանառությունը և փողերի լվացումը։ Մի Սերժն է։ Արտուր եղբայրների հետ անմիջականորեն կապ էր Վինի Վանգայի մվայը, Մերի Վամբուրի դուստրը, որը լայնորեն համարվում էր Քենիայի այն ժամանակվա նախագահ Մվայ Կիբակիի երկրորդ կինը, երկրորդ կնոջ դուստր, երկրորդ կնոջից ունեցած դստեր հետ են կապ ունեցել, չնայած նախագահը պաշտոնապես հերքեց այս ընտանեկան կապը, սկանդալը լրջորեն վնասեց նրա հեղինակությունը։ Նրանց հարաբերությունների մասին հիմնական փաստ էր անձնական հարաբերություններ Վինի Վանգուին Արթուր Մարգարյանի մշտական ընկերուհին էր։ Արտաքսումից հետո տված հարցազրույցում Մարգարյանը բացահայտորեն հայտարարեց իր սիրո մասին, անվանելով նրան իր սիրելին և պնդելով, որ նրանք միասին կյանք են պլանավորում, գործարար ընկերություն։ Վենին եղբայրների գործընկերներ էսինչ ընկերությունում, որը ենթադրաբար պետք էր զբաղվել առևտրով և ներդրումներով, բայց կասկածում էր անօրինական գործողությունների քողի դեպքում ծառայելու մեջ։ Պետական պաշտպանություն նախագահի ընտանիքի հետ սերտ կապերի շնորհիվ եղբայրները անպատժելիություն էին վայելում Քենիայում, նրանք ունեին քենիական անձնագրեր, ոստիկանության փոխկոմիսարի կարգավիճակ և օդանավակայանների VIP գոտիներ մուտք գործելու հնարավորություն, հետաքննության արդյունքներ հետաքննչական կոմիտեի զեկույցից։ Իսկ սա այն աղջիկն է, որի հետ նա կապ է ունեցել առաջին այդ 2006 թվականի նախագահի երկրորդ կնոջից ունեցած աղջկա հետ։ Սա դա է։ Իսկ թե նա երեխաներ ունի, թե չունի, դա արդեն ինքը կպատասխանի, բայց օֆիցիալ տվյալներով երկուսն էլ երեխաներ չունեն։ Միգուցե բերի այլ մարդկանց երեխաներին ներկայացնի։ Նախագահ Քիբակիի դուստը նկարահանվել էր տեսախցիկի առաջ հայի հետ մտերիմ դիրքում։ Այսպիսով հայ եղբայրները վերջապես արտաքսվեցին և դա անելու համար անհրաժեշտ էր Եկայայում անվտանգության լուրջ խախտում և արագ մոտեցող ընտրություններ։ Այժմ յուրաքանչյուր քենիացի ցանկանում է իմանալ, թե ինչու նրանք նախ չեն դարել ակնհայտորեն լուրջ քրեական հանցագործությունների համար չեն պատժվել։ Վենդեր Վունգոյի Սվայ Քեբակիի վիճահարույց դուստրը, որը գրեթե ամուսնացել էր հայի հետ, Ստանդարտ թերթի խուզարկության և ենթադրյալ մարդասպան վարձված Ռայա Օդինգային, ավարտուն հասցնելու համար Արթուր Մարգարյանը։ Սակայն այս սարսափելի լարվածությամբ լի սերիայի վերջին դրվագը դեռ չի տեսել, ստեղծել է խորհրդանական հանձնաժողով հայ եղբայրների ամբողջ սագայի վրա ավելի շատ լույս սփռելու համար։ Ահա թե որտեղ է սկսվում իրական գործողությունը, պարզապես նայելով այն մարդկանց ցուցակին, ովքեր կոչվել էին ներկայանալու մեկ անուն է արձանագրում, և նա անկասկած այն մարդն է, ով ունի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները այս տարօրինակ սերիայի երկրպագուներին երկար ժամանակ հետապնդող ստեղծվածը բացահայտելու համար։ Եվ այս մասը նույնպես ուսումնասիրեք և այս ամենը
ուսումնասիրելուց հետո եւ կարդալուց հետո ես ինչ եզրակացության եկա, որ Հայաստանում ընդհանրապես որպես հայեցի ոչ մի կուսակցություն չկա, կամ ռուսների, կամ թուրքերի, կամ ազերիների, կամ Սորոսի, կամ ջհուդական, մասոնական, բրուտական այդ կազմավորումներն են։ Հայերը զուրկ են ամեն ինչից եւ Հայաստանում միայն նման տիպի անձնավորություններն են, որ իբր պետք է որոշեն Հայաստանի բախտը։ Եվ այսպիսով, երբ որ ուսումնասիրում ես այս ամենը, ամեն ինչ գալիս է ընկնում իր տեղը եւ ամեն ինչ պարզ է լինում, թե ովքեր են այս անձնավորությունները, որտեղից եկան նրանք եւ ինչի համար եկան, ով բերեց նրանց։ Արտուր եղբայրների Արտուր Սարգսյան եւ Արտակ Սարգսյան ժամանակակից ճակատագիրը դժվար է հետևել, քանի որ 14 թվականից հետո նրանք գրեթե ամբողջությամբ անհայտացել են հասարակական կյանքից, հավանաբար միջազգային սկանդալների շարքից հետո նրանց անձնական կյանքը պաշտպանելու համար։ Ահա թե ինչ ենք իմացել նրանց ներկայիս իրավիճակի մասին։ Բնակություն Դուբայում եւ Հայաստանում Քենիայից արտաքսվելուց հետո Դուբայը դարձավ նրանց հիմնական բազան, այնտեղ եղբայրները փորձեցին վարել շքեղ ապրանքների եւ էլեկտրոնիկայի ներմուծման բիզնես, իսկ ինչ եմ ասում, գողին ու բոզինը 40 օր։ Նախ պետք է լավ ուսումնասիրեին Քենիայի այսօրվա նախագահը ով է, նրա քանի աղջիկ ունի եւ մեկն է ամուսնացած ու նույնիսկ այդ հարսանիքը տեղադրված է ինտերնետում, ում հետ է ամուսնացած, դա Արտուրի հետ ոչ մի կապ չունի։ Արտուրի հետ կապ ունեցող միակ անձնավորությունը սա է, այդ ժամանակվա 2006 թվականի նախագահի երկրորդ կնոջից ունեցած աղջկա հետ կապն է, սա է։ Բայց թե սրանից երեխաներ ունի, ոչ միտեղ այդ մասին, ոչ Քենիայում, ոչ Վիքիլիսում, ոչ միտեղ այդ մասին չի շեշտում։ Իսկ եթե երկու երեխաներ էլ բերել է Երևան, որտեղից է բերել։ Երևանում իրեն որևէ մեկը, քանի որ ինքը նաև այս նույն տապանում շեշտեց, որ Երևանց է, Երևանի որևէ մի թաղամասում իրեն ճանաչում են, ինքը այդ թաղամասից է կամ իրոք 3 եղբայր են, այդ նկարում հայտնված նաև երկրորդ անձնավորությունը, այս անձնավորությունը հանդիսանում է իր եղբայրը, թե իր եղբայրը չէ, այս ամենը դրանք ստուգման համար են։ Իրենց հայրենիքում Հայաստանում նրանք հազվադեպ էին հայտնվում լրատվամիջոցներում, մի պահ ենթադրվեց, որ նրանք փոխել են իրենց ինքնությունը Ինտերպոլի ուշադրությունից խուսափելու համար, բայց դա պաշտոնապես չհաստատվեց Հայաստանի ներքին գործերի նախարարության կողմից։ Նրանց վերջին նշանակալի իրավական միջոցը ներառյալ գործն է մարդու եւ ժողովուրդների իրավունքների աֆրիկյան հանձնաժողովի առջև, որը նրանք ի վերջո պատվիրեցին 2014 թվականին հետագա վարույթների նկատմամբ հետաքննության բացակայության պատճառով։ Բաժանում Վիննի Վանգուից սիրո հրապարակային խոստովանությունից անկախ նրանց հարաբերությունները Վիննի Վանգոյի Մերի Վամբուի դստեր հետ չդիմացան ժամանակի եւ հեռավորության փորձյանը։ Վինին մնաց Քենիայում, որտեղ տարիներ շարունակ բախվեց սկանդալի խարանին, ըստ քենիական բամբասանքների եւ քաղաքական լրատվամիջոցների, օրինակ այս լրատվամիջոցների, եւ այստեղ կարող եք նույնպես, որը նշված է, կարող եք նույնպես մտնել Վիննին, ի վերջո հեռացավ իր եղբայրներից եւ կենտրոնացավ Նայրոբիում իր
կարիերայի և ընտանեկան կյանքի վրա, խուսափելով հրապարակայնություններից։ Եվ խնդրեմ Արտուրը թող բացատրի Քենիայում նրանց շրջապատի այլ դեպքեր, եթե հետաքրքրված եք Քենիայում եղբայրներին ստեղծած մարդկանցով, ապա այս անունները գլխավորներն են. Մերի Վամբուրի ազդեցիկ դեմք, որը ըստ հաղորդագրությունների համարվում է նրանց հաջողության կենքամայրը Քենիայում, նրանց հասանելիություն ապահովելով բնակարաններին և կառավարական մեքենաներին։ Ռաջում Մանգահի հակասական գործարար, որը ըստ հետաքննչական հանձնաժողովի Քենիայում նրանց մնալը ֆինանսավորողներից մեկն էր։ Ջոզեֆ Կամաու քրեական հետաքննությունների դեպարտամենտի ցիտ նախկին ղեկավար, որը աշխատանքից ազատվեց այն բանից հետո, երբ պարզվեց, որ Արթուր եղբայրները ունեն բարձրաստիճան սպաների կողմից ստորագրված ոստիկանական վկայականներ։ Ահա այն ամենը, որը դուք պետք է իմանայիք այս քոչարի կուսակցության մասին։ Եվ այստեղ նորից եմ շեշտում, կներեք, որ առաջի անգամ եմ այդ բառը օգտագործում, որ լավ չկարդացի, մի աշկս ունի պրոբլեմ, դրա համար չկարողացա լավ կարդալ, մի փոքր կարդալուց հետո շեղվում է, բուժումների եմ գնում, դա շուտով կանցնի, բայց շեշտում եմ այստեղ նաև մյուսներին, այլ լրբի լակոտներ, որոնք խաղում եք ընդդիմություն, բոլորի ջրի երես դուրս կհանեմ։ Իմիջիալոց շնորհակալություն նաև 111-ին, հատկապես Մոսոին, որը Քենիայի տղաներին առաջադրել էր, որ այս ամենը ուղարկվեր։ Եվ իմիջիալոց 111-ն էլ է ասել ինձ, որ միայն կոնկրետ տվյալներ տամ ժողովրդին, նույնիսկ 1%-ով չի կարելի շեղել։ Դրա համար, եթե որևէ մեկի մասին հարց եք տալիս, կարող եմ 1 ամիս տևի, մինչև ես կոնկրետ չիմանամ, չեմ պատասխանելու սրանից հետո։ Եվ մյուսներին, ձեր հարցերով, որոնց մասին ես խոսել եմ, նույնպես զգուշացեք։ Օրերից մի օր կամ մոտ օրերս նույնպես կհանեմ ջրի երես։ Իսկ եթե հայ ազգին ձեռնտու է, որ քրեական անցյալ ունեցող և անընդհատ մի երկրից մի երկիր փախած, Հայաստանն էլ նարկոտրաֆինգի երկիր դարձնի և բոլորիդ էլ ճորտեր, ինչպես Քենիայում և Քենիայի Հայաստանի կառավարության նման կառավարությունների հետ, այդպես վարվեք, խնդրեմ, ընտրեք նման մարդկանց։ Եվ հիմա ավելի լավ կլինի, որ Հայաստանում այս անձնավորությունից ես կատարում եմ իմիջիալոց ԱԱԾ-ի գործը։ Հայաստանում այս անձնավորությանը, եթե Երևանի բնակիչ է, մի քանի հարևան ինձ գրեք, որ ինքը հանդիսանում է Երևանի այսինչ փողոցի, այսինչ տան բնակիչ, ապրել է 1985-90-ական թվականներին։ Երկրորդը, որ նա սովորել է Պոլիտեխնիկ ինստիտուտում մեխանիկական բաժինը, պրոֆեսոր չեմ հիշում ում անունը տվեց, և ունի այդ կրթությունը, և իրեն որևէ մի ես չէ, կամ թեկուզ կարող եմ ես, որևէ մի ինժեներ տվեք մի քանի հարցեր, տեսեք կարողանում է պատասխանի, գոնե սովորած է, այսօր բլբլասնում է 1000 հարց, որը սովորեցրել են իրեն։ Երրորդը, միգուցե տղան խառնում է, որ 2006 թվականին ոռին տվել ռադ են արել Քենիայից, իսկ այսօրվա նախագահի հետ ինքը կապ չունի, անուններն է խառնել։ Եվ չորրորդը, նաև Կիրովաբադով ինչպես է նա Ռուսաստան ճանապարհ անցկացնելու։
եւ նաեւ այդ նոյան տապան կոչվածին, եթե հաղորդում ես կազմակերպում, ապա հաղորդումը 30 րոպե է տևում, 30 րոպետ էլ միշտ պահպանիր, որովհետեւ փաստերը մնան, ինչ է կտրտված այս անձնավորության հաղորդումը, թե որտեղ է սովորել, քանի երեխա ունի Քենիայի հետ եւ երբեք չներկայացավ իր ընտանիքը այդ Քենիայի այդ սևամորթ կինը կամ անուն ազգանունը ինչ է նրա կամ իրականում քանի երեխա ունի, որը բոլորը ստեր են եւ այստեղ ես ցուցադրել եմ ձեզ բոլոր այն սայթերը, որ կարող եք մտնել եւ այստեղ կան բոլորը, կարող եք մտնել եւ գտնել, որ այդ թվականից հետո միայն 2007-ին նորից այդ մաֆիոս խմբի օգնությամբ ներս են խուժել Քենիա, այդ մնացած ոստիկանները, որը թաքցրել են այդ նարկոտիկը հանել, դրանից հետո Մալդիվիում եւ միայն Դուբայում են այդ նույն կեղծիքները արել, Մալդիվից էլ նորից գրված են, որ ես չէի կարդում, ասում էի դուք կարդաք, այդտեղ նույնպես նկարագրված է, թե ինչպես են այնտեղից նորից վռնդել, այնպես որ դա հայացք քո գործն է, ես ինձնից պահանջվածը, ինձ առաջարկել եք, ես ասում եմ այս անձնավորության մասին, թեպետ ես ընդհանրապես չեմ սխալվում, որ թեկուս սովորական ցանկացած ու ավարտած մարդը, հատկապես տեխնիկական, մեր կուրսում եղել են իմ ամենամտերիմ անձնավորությունները, որոնք չէին էլ սովորում, բայց նրանց 100 կիլոմետրից տեսնելուց կհասկանայիր, որ մտել են այդ շենքը դուրս են եկել, այս մարդու դեմքից չի երևում, որ այդ մարդը այդ շենքի հետ կապ է ունեցել, այսօրվա Քենիայի պրեզիդենտի, որը 66 թվականի ծնունդ է, 66 թվականի ծնունդ է 59 տարեկան, նրա առաջին աղջիկը պսակվել է 21 թվականին, մյուսները պսակված չեն, դե որոշեք, այս մարդը ում հետ է ամուսնացել եւ մնացած հարցերը, ես իմը ասացի, իսկ մնացածը դուք գտեք, այսքանը